Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս կիրակի օրվա սերտողությունը մենք շարունակում ենք մեր ընդհանուր ուսումնասիրությունները Նոր Կտակարանից նամակ Հռոմեացիներին։ Կշարունակենք մենք այս նամակը ուսումնասիրել 14-րդ գլուխն ենք սերտելու 1-ից 23 համարները։ Իհարկե ամբողջությամբ այս գլուխը կվերջացնենք այսօր եւ մեզ կմնա ընդամենը 2 գլուխ ու այսպես կավարտենք մեր սերտողությունը նամակ Հռոմեացիներին։ Նախքան սերտողությունը սկսելը ուղղակի ես ուզում եմ մեր ունկնդիրներին, դիտողներին շնորհակալություն հայտնեմ, որ մեզ ամեն կիրակի, ամեն չորեքշաբթի միանում եք ու հետևում եք։ Իհարկե գիտեք, որ մեր կազմակերպության առաքելությունն է Աստծո խոսքը սովորեցնել եւ աշակերտել Աստծո խոսքով։ Մենք ընդհանրապես չենք քարոզում այս եկեղեցին կամ այն եկեղեցին, որովհետև մենք գտնում ենք, որ ամենակարևորը Աստծո խոսքն է, ուսումնասիրիր Աստծո խոսքը, լցվի Աստծո խոսքով, Տիրոջ ներկայությամբ, որովհետև իհարկե երբ Սուրբ Գիրքը վերցնում ես ձեռքդ, այն րոպեից, այդ վարքյանից Սուրբ Հոգին է, որ ուղակի դաստիարակում է, կրթում է եւ աշակերտում է մեզ իր սուրբ խոսքերով։ Հետևաբար այսօրվա սերտողությունը համընկնում է եւ համապատասխանում է մեր ընդհանուր առաքելության հետ, քանի որ սերտողությունը կենտրոնացած է լինելու անիմաստ եւ անփույթ անպետք, այսինքն թեմաների շուրջ, չպետք է ուղակի եկեղեցու մեջ պառակտություններ առաջանալ։ Հետևաբար վերնագիրն ենք ընտրել խաղաղություն, միասնություն եւ ճիշտ տրամադրվածություն եկեղեցու մարմնի հետ եւ եկեղեցու մեջ։ Ուրեմն Պողոս առաքյալը խոսում է մի թեմայից, որը շատ կարևոր է եկեղեցու մարմնի համար։ Քանի որ բաժանումները շատ են եւ սատանան ամեն առիթ ստեղծում է, որ պառակտություն բերի եկեղեցու մեջ, կարևոր է եւ հարկավոր է, որ եկեղեցին միասնական լինի ու ոչ կարևոր թեմաների վերաբերյալ անհաշտություն ու կռիվներ չառաջանան։ Օրինակներ հեսա կտեսնենք շուտով, թե Պողոս առաքյալը ինչ թեմայի վերաբերյալ է նա ուսուցում, բայց գիտեք կան այսօր եկեղեցիներ, որ թե երաժշտությունը, թե աղոթքի ձևը, թե պատարագի մատուցումը կամ նրա չմատուցումը կամ բողոքական, առաքելական, ուղղափառ, կաթոլիկ եւ այլն, ամեն մեկը ճյուղավորվել է ինչ որ մի ոճ է բռնել եւ բոլորն էլ պնդում են, որ նրանք ճիշտ են, բայց ճիշտը մնում է Աստծո խոսքը եւ ճիշտ մեկնաբանել ամեն ինչ Աստծո խոսքով իհարկե։ Եվ այսօրվա թեման մենք կտեսնենք, որ Պողոս առաքյալը խոսում է ուղակի մի նյութի վերաբերյալ, որ շատ կարևոր էր այն ժամանակ հավատացյալների մեջ, բայց նաև կռվի առիթ էր, վիճաբանության առիթ էր դա ստեղծել։ Եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք գալիս ենք քո սուրբ անունով, աղոթում ենք Տեր, որ դու մեզ զորացնես, օրհնես այսօր, առաջնորդես մեզ Սուրբ Հոգով, որպեսզի այս պատգամը Տեր Աստված դու ուղակի մեզ դասավանդես ու սովորեցնես։ Ու խնդրում ենք Հիսուս մեր ունկնդիրների դիտողների համար, աղոթում ենք նրանց առատորեն օրհնես եւ բոլորիս աշակերտես քո խոսքերով։ Աղոթում ենք այս ամենը քո սուրբ անունով Հիսուս։ Ամեն։ Եկեք առաջի 6 համարները կարդանք, գրած է հավատի մեջ տկարացածին, եւ այս բառը խնդրում եմ ձեր մոտ ընդգծեք եւ նշեք, տկարացածին ընդունեցեք առանց նրա կարծիքները քննադատելու։ Մեկի հավատը թույլ է տալիս ամեն ինչ ուտել, իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։ Ուտողը թող չուտողին չանարգի, իսկ չուտողն էլ թող ուտողին չդատի, որովհետև Աստված նրան ընդունել է։ Դու ով ես, որ ուրիշի ծառային դատում ես, նա իր տիրոջ համար է կանգուն կամ ընկած, բայց նա կկանգնի, որովհետև Աստված կարող է նրան վեր կանգնեցնել։ Մեկ օրից վեր է դասում, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում։ Ամեն մեկը թող իր մտքի համոզմամբ վարվի, օրերը հաշվի առնողը Տիրոջ համար է հաշվի առնում, իսկ օրերը հաշվի չառնողը Տիրոջ համար հաշվի չի առնում։ Ով ուտում է, Տիրոջ համար է ուտում եւ Աստծուն գոհություն հայտնում, իսկ ով չի ուտում,
Տիրոջ համար չի ուտում եւ Աստծուն գոհություն հայտնում։ Հարգելիներս, ինչ է ուզում Պողոս Առաքյալը մեզ բացատրել։ Նախ ասենք, որ Հռոմի տիրապետության մեջ հեթանոսները զոհ էին մատուցում չաստվածներին եւ այդ միսը վերջում շուկայում էր վաճառվում շատ մատչելի ուղակի գումարներով եւ այն իրանց հեթանոս քահանաները այդ նրանք ովքեր որ պատարակ էին մատուցում իրանց չաստվածներին պարզապես լավ կտորները վերցնում էին իրենց եւ մնացած կտորները մատուցում էին եւ այլն եւ հիմնականում ստացվում էր որ այդ միսը մտնում էր շուկա վաճառքի շատ ժամանակ այսինքն առիթ էր առաջանում ուղակի որ հավատացյալները այդ միսը մահճելի գնով գնեին եւ դա ստացվեց խնդիր որովհետեւ հավատացյալներ կային որ դե դա ոչ մի խնդիր չէին տեսնում որովհետեւ գիտեին որ իրանք այդ չաստվածները իհարկե գոյություն չունեն ուղակի այսպես ասած ճարպիկ մտածելակերպով ասում էին մահճելի միս կա եկեք առնենք եւ եկեք օգտվենք իսկ այն հավատացյալներ որ ուղակի իրանց խիղճը թույլ չէր տալի որ իրանք ուտեին այն միսը որ դրված է եղել ուրիշ չաստվածներին կամ մատուցվել է նրանց նույնիսկ այն աստիճանի որ հասել է որ ընդհանրապես միս ուղակի չէին ուտում Պողոս Առաքյալը սովորեցնում է որ անիմաստ թեմաների համար չի կարելի կռվել ու կռվի առիթ ստեղծել եկեղեցու մեջ նա ինչ է ասում նա տկարացած բառն է օգտագործում ուրեմն Պողոս Առաքյալը կարծիք ունի ոչ թե միայն կարծիք այլ աստվածաբանական կետ եւ Պողոս Առաքյալը չի համարում որ այդ միսը կամ այդ մսի հարցը իրականում խնդիր է այն աստիճանի որ եկեղեցու մեջ կարող է պառակտություններ առաջանալ Սովորեցնում է նա առաջի հերթին մենք ազատություն ունենք ուտելու եւ չուտելու մեջ սա առաջի կետն է քանի որ օրենքի խստությունը նոր ուխտին չի վերաբերում հետո նա բացատրում է որ նա ով չի ուտում Աստծու համար չի ուտում եւ նա էլ որ ուտում է Տիրոջն է փառք տալիս ուտելու համար հետեւաբար երկուսն էլ Տիրոջ համար են անում ինչ որ անում են այստեղ տեսնում ենք որ հավատի մեջ տկարացած արտահայտությունն է օգտագործում իհարկե վերադառնանք այդ կետին եւ սա նշանակում է որ կան տարբեր մակարդակի հավատացյալներ հետեւաբար ավելի հասունը թույլ կամ հավատի մեջ տկարին Պողոս Առաքյալն ասում է որ չդատեք կամ պատճառ չլինեք կռիվ ստեղծելու այսինքն եթե մենք ունենանք այն հպարտության մոտեցումը որ ես գիտեմ դու չգիտես կամ ես ճիշտ եմ դու սխալ ես այդ մտածելակերպի վերաբերյալ է նա խոսում բայց նա ասում է որ կա տկարացած հավատացյալ այսինքն հավատքի մեջ աստիճաններ կան ինչքան Տիրոջ հետ ժամանակ անցկացնես եւ քո քայլդ զորացնես Աստծու հետ սրբության ընթացքը կատարելով մեր հավատքի կյանքը մենք այնքան կզորանանք եւ կաճենք հավատքի մեջ իսկ նա ով ասենք լրջությամբ եւ լրջորեն մոտեցում ունի հավատքին ապրում է հավատքի մեջ այսպես ասած Տիրոջը ծառայելով Աստծո խոսքը ամեն օր կարդալով եւ նվիրվածություն է ցույց տալի Աստծուն հավատքի կյանքում, աղոթքի կյանքում, պաշտամունքի կյանքում այդ մարդը իհարկե եւ անշուշտ կզորանա Աստծո խոսքի մեջ բանաձևը հետեւյալն է հանձնվիր Տիրոջը եւ Աստված քո կյանքում մեծ գործեր կկատարի եւ կօգնի որ զորանաս հավատքի մեջ եւ սա ինչ է նշանակում ուրեմն կա մանուկ հավատացյալներ անկախ թե տարիքը կարող է 60 տարեկան էլ մանուկ համարվի տարիքը կապ չունի հոգեվոր հասունացման հետ ուրեմն դա հաշվի առնելով մենք տեսնում ենք որ Պողոս Առաքյալը ասում է որ այսպիսի մոտեցում չունենանք թեկուց այն տկարացած կամ դեռահաս այսպես այս բառն էլ կարող ենք օգտագործել դեռահաս հավատացյալին կամ մանուկ հավատացյալին ով նոր է իր հավատքի կյանքում ընթացք ձեռք բերե կամ տեսեք երբ որ ազատություն կա ուտելու մեջ
ինչու պետք է մենք արգելքներ դնենք։ Հիմա մի այլ օրինակ ձեզ բերեմ։ Օրինակ, մի քիչ ավելի այսինքն տարաձայնություն կարող է առաջացնել, բայց միևնույնն է կբարձրաձայնենք այս կարծիքը խմիչք խմելու հետ, ալկոհոլ։ Այսինքն մենք ազատություն ունենք եւ մեզ թույլ է տրվում ալկոհոլ խմել, բայց հարբելը եւ գինովնալը պարզապես անկարելի է Աստծու համար։ Հիմա մարդկա ասում է, որ ես ընդհանրապես մոտ չեմ էթա խմիչքին, իսկ մարդ էլ ասում է, որ կխմեմ չափավոր։ Իհարկե մենք գիտենք, երբ որ անցնում է այն կետը, որ չափավորից անցնում ենք արդեն հարբեցողության մակարդակին, պարզ ասած դա մեղք է համարվում եւ չպետք է մենք այդ վիճակում գտնվենք։ Բայց կան մարդիկ, որ ասում են մենք այդ ռիսկը չենք վերցնելու, որովհետեւ գիտենք, որ խմիչքը մեր վրա ինչպես է անդրադառնում, եւ իրանք խղճի հարց է առաջանում, ասում է ես չեմ ձեռ տա, մոտիկ չեմ գնա խմիչքին։ Եվ կան այլ բաներ, հիմա կտեսնենք տարբեր օրինակներ կան Նոր Կտակարանի մեջ, նամանավանդ Պետրոս Առաքյալի հետ, եթե կհիշեք կամ եթե ծանոթ եք, Պետրոս Առաքյալը նա չի ուտում որոշ ուտելիքներ, որտեվ օրենքին հակառակ է, բայց Աստված նրան տեսիլքի միջոցով ցույց է տալի բոլոր տեսակի կենդանիներին եւ ասում է դու ազատ ես ուտել, այլևս օրենքը ձեր վրա իշխանություն չունի, դուք ազատություն ունեք Հիսուս Քրիստոսով։ Նույնն էլ այս մսի հարցն է, որ այն աստիճանի է հասել, որ բանջարեղեն են ուտում, որովհետեւ մտածում են միգուցե ցանկացած միս ինչ որ տրված լինի մատուցելու, զո մատուցելու համար այս չաստվածներին։ Լավ, եկեք անցնենք հիմա 7-ից 8 համարները, տեսնենք մեզ Աստված ինչ է սովորեցնում։ Որովհետև մեզանից ոչ ոք ինքն իր համար չի ապրում եւ ոչ ոք ինքն իր համար չի մեռնում։ Եթե ապրում ենք Տիրոջ համար ենք ապրում, իսկ եթե մեռնում ենք Տիրոջ համար ենք մեռնում։ Ուրեմն թե ապրենք եւ թե մեռնենք, Տիրոջն ենք։ Սա էլ է կարևոր կետ։ Դատելու եւ չդատելու հետ կապված ու պարզապես ասած նվիրվածության ավելի կոնկրետ ասեմ, որտեղ այս համարների մեջ մեզ սովորեցնում է Աստված իր խոսքերով, որ Հիսուսի համար ենք ապրում եւ ավելին ասեմ, Հիսուսին ընդունելուց հետո ծառայենք մենք Հիսուսին։ Մենք ապրում ենք նրա համար։ Ուրեմն Պողոս Առաքյալն ուզում է ասի, որ այդ ուտողը եւ չուտողը ապրում է Հիսուսի համար։ Ուտողը եւ չուտողը պարզապես Տիրոջն է փառք տալի եւ նրա համար է անում ինչ որ անում է։ Եվ այս ընդգծում է եւ ընդգրկում է այդ միտքը ու մեզ սովորեցնում է, որ ինչ անում ես Աստծո համար պետք է անես։ Եվ կտեսնենք քիչ հետո Պողոս Առաքյալը ինչ է շարունակում մեզ սովորեցնել 9-րդ համարից 12 համարը կարդան գրած է հենց դրա համար Քրիստոսը մեռավ ու կենդանացավ, որ մեռածների եւ կենդանիների վրա տիրի։ Բայց դու ինչու ես քո եղբորը դատում կամ ինչու ես քո եղբորը անարգում, որովհետև բոլորս էլ Քրիստոսի ատյանի առջև են կանգնելու, որովհետև գրված է ես կենդանի եմ, ասում է Տերը, ամեն ծունկ իմ առաջ պետք է ծալվի, ամեն լեզու Աստծուն պիտի խոստովանի։ Ուրեմն մեզանից ամեն մեկը իր համար Աստծուն պետք է հաշիվ տա, եղբորդ գայթակղության պատճառ մի եղիր։ Այս է կարևոր կետը։ Ուրեմն Առաքյալը ասում է, որ իրավունք չունենք այս կետի շուրջ դատել, այսինքն խոսքը միս ուտելու չուտելու մասին է, բայց եթե մենք բացենք փակագծերը եւ ընդլայնենք այս միտքը, բոլոր անիմաստ թեմաների շուրջ է դա, սակայն ուրիշ հարցերի շուրջ կարող ենք դատել։ Տեսեք, ուրեմն կա ժամանակ, երբ իրավունք ունենք դատելու, այսինքն ստեղ որ ասում է չդատել, բայց կա նաեւ ժամանակներ, որ պետք է դատենք։ Այսինքն դատում ենք մենք այն ժամանակ կամ այն հարցերի վերաբերյալ, երբ եկեղեցու մեջ պղծություն եւ մեղքի խնդիրներ է առաջանում։ Առաջի Տիմոթեոս 5-րդ գլուխ 20 համար կարող եք ուսումնասիրել, նամակ գաղատացիներին 6-րդ գլուխ 1 համար եւ իհարկե Մատթեոսի ավետարան 18-րդ գլուխ
15-ից 17 համար եւ վերջապես առաջի Կորինթացիներ 5-րդ գլուխը ամբողջությամբ կարող եք ուսումնասիրել։ Կա ժամանակ, երբ որ հավատացյալը հեռվանում է Աստծուց կամ հավատացյալը մեղքի մեջ է եւ իր մեղքի պատճառով պղծություն է առաջացնում մյուս հավատացյալներին։ Այն ժամանակ հոգեվոր եղբայրները կարող են մոտենալ սիրով եւ հանդիմանել եղբորը, բացատրելով սիրով իհարկե նորից կրկնեմ, որ իրանց արածը, իրանց մեղքերը անընդունելի են եւ այդպես հույս ունենք, որ երբ որ հոգեվոր եղբորը հանդիմանենք կամ իր մեղքը իր առջև բերենք, իհարկե սիրով, կարող ենք այդ անձնավորությունը փրկել իր կործանման ճանապարհից եւ թույլ չտանք քաղցկեղի նման եկեղեցու մեջ հիվանդություն առաջանա եւ քայքայի եկեղեցուն։ Այդպիսի դեպքեր շատ կա գրանցված արձանագրված նոր կտակարանի մեջ եւ իհարկե Պողոս առաքյալը խոսում է դրա դեմ։ Անցնենք հիմա 13-ից 22 համարները գրված է այսուհետև այլևս իրար չդատենք, այլ ավելի մտածեք, որ եղբոր համար անկման կամ գայթակղության պատճառ չլինեք։ Գիտեմ եւ համոզված եմ Տեր Հիսուսով, որ ոչ մի բան ինքնին պիղծ չէ, միայն ով մի բան պիղծ է համարում, իր համար է պիղծ։ Եթե ուտելիքի պատճառով քո եղբայրը տրտմում է, ուրեմն դու նրա հետ այլևս սիրով չես վարվում։ Քո ուտելիքով կորստյան մի մատնիր նրան, ում համար Քրիստոս մեռավ։ Շարունակենք։ Ձեր բարին թող չչարախոսվի, որովհետև Աստծու արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Ով այս կերպով է ծառայում Քրիստոսին, Աստծուն հաճելի է ու մարդկանց գովելի։ Ուրեմն հետևեք խաղաղությամբ եւ միմյանց ամրապնդելուն, ուտելիքի պատճառով Աստծու գործը մի քանդիր։ Սա է գլխավոր կետը։ Ամեն բան մաքուր է, բայց չար է այն մարդու համար, որը գայթակղության պատճառ դառնալով է ուտում։ Լավ է ոչ միս ուտել, ոչ գինի խմել ու ոչ էլ որևէ բան անել, որից քո եղբայրը սայթաքում է։ Դու որ հավատ ունես, քեզ համար ունեցիր Աստծու առաջ։ Երանի նրան, ով իրեն չի դատապարտի նրանով, ինչով փորձության է ենթարկում։ Իսկ նա, ով կասկածում է, որ եթե ուտի դատապարտված է, հավատից չէ։ Ամեն բան, որ հավատից չէ, մեղք է։ Հարգելիներս, բավականին շատ մեծ ծավալուն մտքեր ուսուցում աստվածաբանություն է մեզ Պողոս առաքյալը սովորեցնում։ Այստեղ վերջնական կետն է։ Առաքյալը բացատրում է այն, որ միասնություն ու Աստծու արքայության աշխատելաձևը, որը նույնը պետք է լինի եկեղեցու մեջ, հարկավոր է, որ Տիրոջ գործերի եւ արքայության վրա մենք կենտրոնանանք, գայթակղության պատճառ չլինենք մեր հոգևոր եղբորը եւ կենտրոնանանք Տիրոջ գործերին։ Եվ եթե մեկի համար ուտելը գայթակղություն է, ավելավա մենք չուտենք նրա մոտ, որովհետև նրան գայթակղության պատճառ չստեղծենք եւ անիմաստ թեմաների շուրջ մենք մեր եղբորը գայթակղության չբերենք, ոչ էլ կռվի ու վիճաբանության խնդիրներ ստեղծենք։ Եվ վերջում ես կարող եմ ասել, որ 23 համարի մեջ էլ գրում է վերջնական կետը, այսինքն հոգևոր հոր խրատն է տալիս, ինքը որպես հոգևոր հայր մեզ խրատ է տալիս Պողոս առաքյալը, ու ասում է, որ ուտողը թող ուտի առանց խղճի խնդրի, որովհետև իրականում այդ միսը կամ բանջարեղենը կամ մնացած հանգամանքները էական չեն, քանի որ մենք ազատություն ունենք Աստծու այս նոր ուխտի մեջ։ Եվ ձեզ ասեմ, որ Պողոս առաքյալի միտքը խաղաղությունը եկեղեցու մեջ պահպանելն է, քանի որ միասնությունը Աստծու համար գերագույն կարևոր կետն է, որովհետև երբ որ մենք տեսնենք Սուրբ Երրորդության մեջ այդ համաձայնությունը Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի կա,
նույնը պետքա լինի եկեղեցու մեջ։ Ուրեմն մենք էլ նույնպես պետքա լինենք իրար հետ համերաշխ, համաձայն եւ միասնական, իսկ այս թեմաների շուրջ խորագետ պետքա լինենք, պետքա հասուն լինենք եւ թույլ չտանք, որ մեր եսը թելադրի, թե ինչպես պետք է մենք վարվենք մեր հոգևոր եղբոր հետ։ Ուրեմն ինչ կարող ենք ասել վերջնական խոսք որպես մտածենք, նոր խոսենք, հասուն լինենք հավատքի մեջ, իրար չդատենք, իրար չբզկտենք, պարզապես եկեղեցու աշխատանքը մարդկանց փրկության բերելը, ապաշխարության բերելը եւ բոլոր գործողությունները եկեղեցու մեջ կատարելը ավելի կարեւոր է, քան անիմաստ թեմաների շուրջ իրար հետ վիճել, քանի որ մենք գիտենք այդ վիճաբանության խորքում հպարտությունն է, որ ես եմ ճիշտ, դու ես սխալ, ու այս հարցի շուրջ անկարելի է, որ մենք շարունակենք այսպիսի մոտեցում եւ պատճառ լինենք եկեղեցու մեջ պառակտություններ ու խնդիրներ ստեղծելու համար։ Հուսով եմ այս կիրակի օրվա պատգամը ձեր համար օրհնանք էր, Աստված թող ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։